Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մարտի 26, երբ նա գա իր հոր փառքով սուրբ հրեշտակների հետ, Մարկոս 8:38 խոսք։ Եթե մենք մասնակից ենք եղել Հիսուսի ամոթին, ապա կբաժնեկցենք նաև նրա լուսափայլ փառքը, որով նա շրջապատված կլինի, երբ վերադառնա։ Արդյոք դու Քրիստոս Հիսուսի հետ ես, սիրելի բարեկամ։ Արդյոք դու կյանքով կապված ես նրա հետ։ Եթե այո, ապա այսօր դու կրում ես նրա ամոթը։ Դու վերցրել ես նրա խաչը և դուրս ես եկել բանակից նրա մոտ, քեզ վրա առնելով նրա նախատինքը։ Եբրայեցիս 13:13 խոսք։ Ուրեմն, անշուշտ դու նրա հետ կլինես, երբ խաչը փոխարինվի պսակով։ Բայց քննիր քո անձը այս երեկո։ Եթե դու վերստին ծնունդով չես միացել նրան, ապա նրա հետ չես էլ լինի, երբ նա վերադառնա իր փառքով։ Եթե դու հրաժարվել ես ներկայումս նեղություններ կրելուց նրա անվան համար, ապա չես էլ փորձարի այն կատարյալ ուրախությունը, երբ Թագավորը կգա իր սուրբ հրեշտակների հետ։ Ինչ, միթե նա հրեշտակների հետ է գալու։ Այո, սակայն բնավ հրեշտակներին չի օգնում, այլ Աբրահամի սերնդին։ Եբրայեցիս 2:16 խոսք։ Եկ, մոտեցիր ով իմ անձ։ Եթե դու իսկապես նրա սիրելին ես, ապա չես կարող հեռու մնալ նրանից։ Եթե նրա ընկերներն ու բարեկամները կանչված են տեսնելու նրա փառքը, միթե դու, որ նրա հարսնացուն ես, չես տեսնի դա։ Միթե դու հեռվում կմնաս։ Թեև դա դատաստանի օր է, սակայն դու չես կարող մոտ չլինել այն սրտին, որ անգամ հրեշտակներին է մոտեցրել իրեն, իսկ քեզ մեկացրել է իր հետ։ Ով իմ անձ, միթե նա չի ասել քեզ, ես քեզ պիտի նշանեմ ինձ համար հավիտյան, և քեզ պիտի նշանեմ ինձ համար արդարությունով և իրավունքով և ողորմությունով և գթությունով։ Ովսե 2:19 խոսք։ Եթե հրեշտակները, որ պարզապես ընկերներ ու բարեկամներ են, նրա հետ են լինելու, բոլորովին ակնհայտ է, որ նրա հավանածը, որի մեջ է իր հաճությունը, իր կողքին կլինի և կնստի իր աջ կողմը։ Ահա սա հույսի մի լուսաբեր աստղ է քեզ համար, այնպիսի բացառիկ պայծառության, որ կարող է լուսավորել նույնիսկ ամենաթշվառ և լքված կյանքերը։